Եթե ես որևիցե մի բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանը իմ խոսքերը հերքի, եթե չհերքի, ուրեմն ես ճիշտ եմ ասում, ժողովուրդ ջան։ Եթե գաղտնիք չի, ինչքանով եք վաճառել, ու քանի քառակուսի։ 170,000, իսկ քառակուսի մակերեսը ինչքան էր։ $560,000 կոռուպցիա։ Անցած տարվանից այստեղ, որը կրում է Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեն, կառուցվում էր այս ահռելի մեծ գյուղամթերքի շուկան, առանց շինթույլտվության։ Ըստ իմ մոտավոր հաշվարկների միայն շինթույլտվության համար պետք էր պետական բյուջե մուտք գործեր մոտ $200,000, բայց նորնոք վարչական շրջանի ոչ թաղապետարանն է տեսել, ոչ էլ Երևանի քաղաքապետարանը, որ առանց շինթույլտվության ապօրինի ահռելի մեծ գյուղամթերքի շուկա են կառուցում։ Հենց դա կոռուպցիայի հովանավորչությունն է։ Հիմա տեսեք, շարունակենք։ Այս շուկան, որ կառուցում են, այս հողատարածքի օրենքով, սեփականության հանդիսացող մակերեսը հանդիսանում է 436 քառակուսի, բայց իրականում այս գյուղամթերքի շուկան կառուցել են 936 քառակուսի հողատարածքի վրա, այսինքն համայնքից մոտ 500 քառակուսի հողատարածք ապօրինի զավթել են եւ կառուցել են այս գյուղամթերքի շուկան։ Հիմա ասեմ, ուրեմն միայն այս ճակատը կազմում է 35 մետր 30 սանտիմետր։ Շուկայի այն ճակատը կազմում է 26 մետր 50 սանտիմետր, որը ընդհանուր մակերեսը կազմում է 935 քառակուսի։ Այսինքն ուղիղ 500 քառակուսի համայնքից հող են գողացել, հասկանում եք։ Եվ հիմա սա ապօրինի առաջին թույլտվության կառուցված եւ համայնքային 500 քառակուսի մակերեսով հող զավթած շուկան է եւ անմիջապես երկու քայլ այս կողմ այս հողատարածքը վաճառվում էր, ըստ երևույթի, որ հայտարարությունը ջնջված է, արդեն վաճառել են, բայց համենայն դեպս կփորձենք սեփականատիրոջ հետ կապ հաստատել եւ հասկանալ, թե այս հողատարածքը ինչ մակերես է կազմել եւ ինչ գնով են վաճառել։ Այդպիսով փորձենք համեմատություն իրականացնել հասկանալու համար, որ ապօրինի համայնքից գողացած 500 քառակուսի մակերես հողատարածքի արժեքը ինչ արժի։ Տարածքի սեփականատիրոջ համարը քնենք։ Հիմա ցանյուն եւ փորձենք հասկանանք այդ հողատարածքի գինը։ Բարև ձեզ։ Բաղյան փողոցի հողատարածքի վերաբերյալ եմ զանգել։ Ճիշտ ասած, չգիտեմ, համարը տվել են, ասել են Բաղյան փողոցի վրա այդ հողատարածքը վաճառել է։ Եթե գաղտնիք չի, ինչքանով եք վաճառել ու քանի քառակուսի։ 170,000, իսկ քառակուսի մակերեսը ինչքան էր։ 200 քառակուսին օրինական սեփականات։ 170, հասկացա։ Շատ լավ, մերսի։ Բոլորը ինքներդ լսեցիք, որ այս հողատարածքը, որը արդեն վաճառվել է, որի մակերեսը կազմում է 262 քառակուսի, վաճառել են $180,000։ Եվ համեմատություն ենք իրականացնում, որ անմիջապես իր կողքի հողատարածքը, որը համայնքից գողացել են 500 քառակուսի հող,
իր շուկայական արժեքը կազմում է $360,000, այսինքն միայն համայնքից 500 քառակուսի հող գողանալով տեղի է ունեցել $360,000 կոռուպցիա, պլյուս առանց շինթույլտվության շինարարությունը, որը պետությանը պիտի վճարվեր $200,000 մոտավոր գումար շինթույլտվություն ստանալու համար, դառնում է $560,000 կոռուպցիա, այսինքն այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով մոտ $560,000 պետական բյուջե գումար էր կարող մուտք գործել, բայց Երևանի քաղաքապետարանի հանցավոր կոռուպցիայի հովանավորչության արդյունքում մուտք չի գործվել։ Հիմա էլ ավելի հստակեցնեմ եւ հիմնավորեմ, թե խի է տեղի ունեցել կոռուպցիայի հովանավորչություն։ Ուրեմն տեսեք, անցած տարի Երևանի քաղաքապետարանը ամբողջ գայի պողոտան ասֆալտապատել է եւ ասֆալտապատելու ընթացքում Բաղյան փողոցի եզրաքարերը չի փոխարինել, չի վերանորոգել, բայց այդ ամենի կարիքը կար։ Այս գյուղամթերքի կառուցելու ժամանակ մասիվցիները մասնավորապես կհիշեն, որ այս տարածքը սահմանազատել էր շուկայի կառուցապատողը եւ մայթը քանդել էին։ Եվ բնական է, եթե կառուցապատողը մայթը քանդել է, պետքա հենց կառուցապատողն մայթը վերականգնի իր սեփական միջոցներով։ Ուրեմն տեսեք, Երևանի քաղաքապետարանը Բաղյան փողոցի ասֆալտապատումը եզրաքար չի փոխարինում, շուկան կառուցել են, մայթը քանդել են ու այդ քանդած մայթի եզրաքարերը փոխարինում է Երևանի քաղաքապետարանը ժողովրդի վճարած հարկերով։ Հասկանում եք, ժողովուրդ։ Հիմա այդտեղից հարց է առաջանում։ Այդ ո՞նց է լինում, որ համայնքից 500 քառակուսի հող են գողանում, առանց շինթույլտվության ահռելի մեծ գյուղամթերքի շուկա են կառուցում, որի տևողությունը կառուցապատման տևում է մոտավոր 1 տարի, Երևանի քաղաքապետարանը այդ ամենը չի տենում, չի կանխում շինարարական աշխատանքները եւ որ գալիս է քաղաքապետարանը եզրաքար փոխարինի կառուցապատողի համար, որը վնասել է ու չի էլ տենում, որ ահռելի մեծ գյուղամթերքի շուկա են կառուցել առանց շինթույլտվության, այսինքն պարզ է, չէ՞, ինչ որ հանցավոր համաձայնություն կա ներսի պայմանավորվածության, որ համայնքը այս տարածքի համար եզրաքարեր է տեղադրում։ Այսինքն հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը խի Բաղյան փողոցի այլ հատվածներում եզրաքարեր չի փոխարինում, որտեղ կարիքը կա։ Ուրեմն սա առանց շինթույլտվության կառուցված գյուղամթերքի շուկան է, եւ հիմա ցույց եմ տալի, որ Բաղյան փողոցում ինչքան վատ վիճակում է գտնվում եզրաքարերը, որոնք փոխարինման կարիք ունեն։ Խնդրեմ։ Ստե եզրաքար չկա, ստեղ է կոտրված, ստեղ եզրաքար չկա, ստեղ էլ եզրաքար չկա, ստեղ էլ եզրաքար չկա։ Դիմացի մայթը անխիթար վիճակում է գտնվում, տեսնում եք նույնպես եզրաքարերը չկան, այսա, կրկին անգամ եզրաքար չկա, էլի եզրաքար չկա, անխիթար վիճակում է գտնվում մայթը, ոչ անանցանելի է արդեն, ու իդեպ նշեմ, որ անմիջապես կողքը գտնվում է թիվ 143 դպրոցը, այսինքն առաջին հերթին Երևանի քաղաքապետարանը մայթերը այս տարածքի պետք է բարեկարգել նորոգել, որ երեխաների համար հարմարավետ լիներ։ Խնդրեմ, եզրաքար չկա, տեսնում եք եզրաքար չկա, տեսնում եք ինչ անմիջապես վիճակում է մայթը գտնվում, էլի եզրաքար չկա, տեսնում եք
եզրակաց չկա, շատ անբարվոք վատ վիճակում է գտնվում, նույնակ ստեյա եզրակաց չկա, ստեղ եզրակարը ամբողջովին շուռ եկած է, ստեղ տեսնում եք եզրակար չկա և հին եզրակարերը գրեթե ասվալտի մակարդակին է, հենա, ստեղ էլ եզրակար չկա, ստեղ էլ եզրակար չկա, էլ մայթի մասին չեմ խոսում, որը գոյություն չունի, այսպես ասած, և սեն շարունակում ենք հիշնել դեպի Գյուրջան փողոց։ Ստեղ եզրակար չկա, տեսնում եք եզրակար չկա, նույնն էլ դիմացի մայթում, եզրակար չկա, չեղածի հաշիվը։ Կրկին անգամ նշում եմ մայթի գոյության մասին էլ արդեն չենք խոսում, ինչպես տեսնում եք ստեղ էլ եզրակար չկա, առհասարակ կոտրված է, կեսը չկա, հոսերի մասին չեմ խոսում, նույն պատկերն էլ ստեղը, եզրակար չկա, որն էլ կա, այսպես ասած, չեղածի հաշիվը, քանի որ ասվալտի մակերեսի մակարդակին է, նույնն էլ ստեղ, եզրակար չկա, և Վաղյան փողոցից իջնելով հասանք դեպի Գյուրջան փողոց։ Այսինքն նոր արձանագրեցինք մենք, որ ամբողջ Վաղյան փողոցը եզրակարերի փոխարինման կարիք ունի, բայց Երևանի քաղաքապետարանը միայն շուկայի հատվածի եզրակարն է փոխում։ Այսինքն ակնհայտ է, որ այդտեղ կա ներքին համաձայնություն, կոռուպցիայի հովանավորչություն, այդ ամենը ես որակավորում եմ հենց կոռուպցիա, որովհետև պարզից պարզ է, որ այն աշխատանքը, որը պիտի իրականացներ կառուցապատողը, շուկայի անումը համայնքը, այսինքն նույնիսկ ափսոսացել են 500 քառակուսի հող գողանալուց հետո եւ շինթույլտվության գումարը չվճարելուց հետո ափսոսացել են իրենց սեփական ֆինանսական միջոցներով նորոգեն մայթը։ Այսինքն ըստ էության դուրս է գալի, որ օրինակ պայմանական, եթե պետքան հատվածի եզրակարերի նորոգման աշխատանքը արժի մոտավոր պայմանական մոտ 3 միլիոն դրամ, օրինակ կառուցապատողը Երևանի քաղաքապետարանին Տիգրան Ավինյանին 1 միլիոն, 2 միլիոն դրամ կաշառք տա, 1 միլիոն դրամ խնայողություն անի և իր արդյունքը ստանա, այսինքն վերանորոգած մայթը ստանա։ Իսկ մնացածը, որ Վաղյան փողոցում մայթ չկա, եզրակարերը կոտրված է, Երևանի քաղաքապետարանին դա չի հետաքրքրում, քանի որ Երևանի քաղաքապետարանը սպասարկում է կոռուպցիայի հովանավորչությունը, ժողովուրդ ջան, որովհետև այդ ամենը այլ ուրիշ բացատրություն չունի։ Թե ոնց կարա ելնի էլ, եթե Երևանի քաղաքապետարանը միայն շուկայի հատվածում է եզրակարերը փոխարինում։ Այսինքն պարզ է, չէ, ինչ-որ մեկի ծանոթն է, որ նման այդ ամեն ինչին հովանավորչություն են տալի։ Այսինքն թույլ են տալի հող զավթի, թույլ են տալի առանց թույլտվության այս առելի մեջ շուկան կառուցի եւ իր փոխարեն իր քանդած գույքը վերականգնում է Երևանի քաղաքապետարանը ժողովրդի հարկերով։ Այն ոնց էր Տիգրան Ավինյանը ասում. Հողի գողը գողա, հողի գողը գող չի, հողի գողն էլ է գող եւ առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Դե հիմա, եթե դուք կոռուպցիայի հովանավորության հետ կապ չունեք, այս ամենի հետ, ձեր խոսքերին հավատարիմ եղեք եւ արեք համայնքից ապօրինի 500 քառակուսի զավթած հողատարածքի վրա կառուցված գյուղամթերքի շուկան ապա մոնտաժեք։ Հակառակ դեպքում, եթե դուք այդ ամենը չանեք,
այս ամենը արդեն առհասարակ կդառնա անհերքելի փաստ։ Հակառակ դեպքում նորից եմ կրկնում, դուք պարտավոր եք դա անել ապացուցելու համար, որ Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի հովանավորչությամբ չի զբաղվում։ Եկեք քանդեք, չէ՞ որ դուք գնում եք ապօրինի շինարարություններ եք քանդում, չէ՞։ Ես ողջունում եմ, որ ապօրինի շինարարություն, բուտկեք եւ այլն քանդում եք։ Հիմա տվյալ դեպքում ստեղել է ապօրինի Տիգրան Ավինյան, արի դե քանդի։ Եթե կաշառք չեք վեկալել, արեք քանդեք։ Եթե չգա քանդեք, ուրեմն կաշառք եք վեկալել։ Ժողովուրդ ջան, այս ամենին այլ ուրիշ բացատրություն չկա։ Եթե ես որևիցե մի բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանը իմ խոսքերը հերքի։ Եթե չհերքի, ուրեմն ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, քանի որ ամեն ինչը հստակ անհերքելի փաստերով, փաստաթղթով ներկայացրել եմ։ Այդքան խոսում են առավոտից իրիկու կոռուպցիայի դեմ պայքար, ձեզ թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, հա։ Էս է կոռուպցիան։